Ինչ խնդիրներ ունեք շուկայում։ Ես ոչ մի խնդիր չունեմ, խնդիր կառավարությունը ժողովրդի հետ ունի, ես ինչ խնդիր, որ ծանում եք էլի։ Ակցիաներ եք իրականացնում շուկայի աշխատանքին։ Շրջանառության հարկի դեմ ենք ողոքում։ Հələ այդքան շրջանառության հարկի դեմ չի, ինչքան այդ գույքա գրել, գույքա ես ինչ անել, ես իմ տոկոս անել, ինքը ես մի անգամ հարկայինի պետին այնտեղ հարցրել եմ, ասում եմ ես սովորական բիզնես եմ անում, գնացել եմ 1 միլիոնի ապրանք եմ առել, բերել եմ, դրել եմ, ծախել եմ։ Ինչքան պետք է ծախեմ, հարկայինի պետին եմ հարցնում, ասում եմ դե գոնե 1.3 միլիոն պետք է ծախես։ Ասում եմ իսկ այն 300,000-ի թուղթը ես դեզի որտեղից ցույց տամ, կարաք ինձ բացատրեք։ Ես այն առաջաֆոկուսների նման չի, որ ցենց անեմ 300,000-ի թուղթ մեկը տա։ Այդ 300,000-ի թուղթը ես որտեղից բերեմ դες ցույց տամ, որ դուք չասեք, այդ ապրանքը լեվի ապրանք։ Ասում եմ ուղղությամբ մենք կմտածենք։ Դե էլա միջև մտածում են, ինչ ասեմ։ Կառավարություն ձեր խնդիրներին չի արձագանքել։ Կարելի ասել չէ։ Այդ ամեն ինչը հետաձգելով 3 ամսով, 2 ամսով, վինտու ֆլուշկեկով չի լինում։ Ընդհանրապես ամեն ինչ պետք է նորմալ անի։ Ես այն ժամանակ էլի ասել եմ, որ դուք այնց արեք, որ ժողովուրդը հասկանում ենք, ամեն ինչ հասկանում ենք, բայց ժողովուրդը ձեր կողքին էլի, ոչ թե բան ասենք, կփոխենք, հաստատ կփոխենք, եթե իրանք մեզ չլսեն, հաջորդ ընտրություններում ասել եմ դեմ ենք կանգնելու։ Բայց նրանք վստահություն են հայտնել, որ 26 թվականին վերընտրվելու են։ Ժողովուրդը կընտրի նրան։ Ոչ շոկ չի կարող ասի։ Հիմա ես էլ կարամ շատ բան ասեմ, վստահություն ո՞ս կարաս հայտնես։ Դու ինչ ընդհանրապես հնի վերադարձ մոռանանք։ Եթե սրանք եղան հները եկան միանշանակ ուզենք չուզենք պետք է իրան ընտրենք։ Բայց եթե նորմալ քաղաքական ուժ իր տեխնացիոնը դնի, արդեն մտածելու տեղի կտա, ում ընտրենք։ Իսկ սենց եթե Քոչարյանը կամ Սերժը եկան միանշանակ իրանք Հայաստան ոչ թե ընտրվելու բան չունեն, նրանք Հայաստանում տեղ չունեն, իրանք պետք է վեշերը հավաքեն, իհարկե սիրուն չի բանով ասեմ, բայց մեր ժողովուրդը պետք է մի հատ քացով համապատասխան տեղին հագցնի ու լարից տեղից։ Քանի տարի է որ շուկայում եք աշխատում։ Ես 2002 թվականից, անում եմ մոտավորապես 23 տարի, մի քանի ամիս։ Նման խնդիրներ երբևէ եղել են։ Միշտ էլ եղել է։ Այք ընդհանրապես ես դեմ չեմ որ հարկեր հավաքեն, բանակը ուժեղացնեն, ոչ թե մենակ ես դեմ չեմ, այլ ես մեր բոլոր աշխատողներից ոչ ոք դեմ չի, որ հարկերը նորմալ հավաքեն, որ բանակ ուժեղացնեն, բայց հարկերը չի կարելի հավաքել այս հարիվ բանը մանրավաճառների բանով։ Լիքը մեծ բաներ կան, ասում է դուք որ թուղթը վերցնեք, այն մարդիկ էլ չեն կարա լեվի բանն անեն։ Ախպեր, եթե մարդը բերել է ապրանքը բանով նորմալ անցկացել, այդ մարդուն ձեռը տալիս, որ թուղթ տա, որ իր մոտից էլ դուրս գա։ Եթե այդ մարդը թուղթ չի տալիս, կնշանակի հարկային ու մաքսային խնդիրներ ունեն, նորմալ չեն աշխատում, այսինքն մարդը կարում է այդ ապրանքը ուրիշ ճանապարհով անցկացնի, որ թուղթ չի տալիս։ Թե չէ ինքը պետք է խնդրի, որ թուղթ վերցնի։ Տեսեք, դուք պատրաստ եք հարկ վճարելու, որպեսզի բանակաշինությունը լավ ընթանա, հա, բայց տեսեք, նոր ծրագիր է ընդունվում, որ գումարի դիմաց 20 միլիոնի դրամի դիմաց մեկ ամիս քաղաքացին կարող է ծառայել եւ ընդհանրապես էլ չծառայել։ Հիմա դուք ինչպես եք սա ընդունում այս որոշումը։ Ընդհանրապես եթե լոգիկայով նայենք, մարդը խելոք բան է անում։ Ասում է որ պետք է կաշառք տա գեներալին կամ գնդապետին, թոբերի պետությանը տա։ Վատ չի։ Բայց աղքատների բանակ չենք ունենալու, փաստորեն եթե մարդի վիճակի չլինի վճարելու։ Ընդհանրապես, եթե միշտ դուք նայեք, միշտ բանակի կռվող բանը եղել են այդ մեր էլ եմ ասում, մեր նման ժողովրդի երեխեքը ոչ մի անգամ, ոչ մի թագավորի, ես ինչ գիտեմ, բան երեխա չի գնացել կռվել հանուն հայրենիքի։ Միշտ այդ ժամանակ իսկ աղքատների բանակ մենք չենք ունենա, մենք ունենանք շատ լավ բանակ, եթե էլ եմ ասում, նորմալ ոչ մի ծնող, հիմա ինչ են ուզում ազատեն իրանց երեխեքին, որտեղ անվտանգության խնդիր կա։ Եթե անվտանգության խնդիր չլի, ոչ ոք չի ուզեն այդ բանակից ազատի։ Թող գնա ծառայի, օրինակ ես մեծ ուրախությամբ կուզեմ, որ իմ տղեն ծառայեր։
որտեվ տղամարդը դառնում է տղամարդ, երբ որ ծառայում է, երբ որ նեղ տեղերով է դուրս գալիս։ Անվտանգության խնդիրը վերջին տարիներին մենք ունեցանք։ Դե հիմա այս վերջի մոտապես 4 տարվա մեջ մենք ոնց որ անվտանգության խնդիր չունենք։ Եթե լավ նայենք, վատ չի, բանակը նորմալ, ինձ թվում է նորմալ, ամեն ինչը նորմալ անում են։ Ուղղակի ես էլ եմ ասում, մենք պետք է սովորենք օրենքներով ապրել։ Պատերազմներ ունեցանք, պատերազմական գործողություններ ունեցանք, ջերմուկում որ պատերազմներ ունեցանք։ Պատերազմ ունեցանք, որտեղ ունենք էինք դրա համար եմ ասում։ Չէ, այն ժամանակ անվտանգ չենք։ Հիմա մինչև մենք մեր բանակը չզինենք, չվերազինենք, մենք երբեք անվտանգ չենք լինի։ Մինչև մենք մեր հարևանների հետ ընկերություն չանենք, մենք երբեք անվտանգ չենք լինի։ Հիմա դուք պատկերացնում եք, դուք ձեր 4 հարևանների հետ կռված ելնեք։ Դուք կարաք դες անվտանգ զգաք։ Չէ, ձեր տան մեջ էլ չեք կարող։